Տեղի ունեցավ կուսակցության հերթական նիստը, նիստի ընթացքում քննարկել ենք եւ ամփոփել ենք համայնքային ընտրությունները, տեղական ինքնակառավարման մարմինների, տեղեկացնելով շուրջ 40 համայնքում տեղի են ունեցել ընտրություններ, որոնցից 29-ում հաղթել են հանրապետական թեկնածուները, 2014-ին շուրջ 80 համայնքներում են տեղի ունեցել ընտրություններ, որոնցից շուրջ 67%-ը հաջողության են հասել հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։ Եղել է ամփոփում այս ընտրությունների եւ նաեւ անդրադարձ է կատարվել ներկուսակցական քաղաքական խնդիրներին, ինչպես նաեւ հանրապետության նախագահը ներկայացել նաեւ իր այցի մանրամասները։ Դուք տեղյակ եք արդեն, որը լուսաբանվել է։ Պարոն 12 կետերը քննարկվել են կամ այդ թվականը չկարողանա։ Շնորհակալություն հարցի համար։ Հոսեփին խանգարում է սա մեծի։ Իժաբեմ ձեր նշած կետերին, ապա նախ եւ առաջ պետք է ասեմ, որ դեռևս 3 շաբաթ առաջ կառավարության ծրագիր ընդունվել է ազգային ժողովում եւ կառավարությունն էլ, վարչապետն էլ պատասխանատվություն են հայտնել լսելու եւ իրենց գործունեության մեջ ընդգրկելու այն առողջ առաջարկները, որոնք հնարավոր է իրականացնել, որոնք պոպուլիստական չեն։ Եվ դուք տեսաք, որ կառավարության ծրագրի մեջ նաեւ եղավ գնահատական, որ այո, մենք պատրաստ ենք համագործակցության եւ այդ համագործակցությունը արդեն առկա է եւ կան բազմաթիվ օրակարգան եւ ծրագրային կետեր, որոնք հենց քաղաքական մեծամասնությունն իրականացնում է, չեմ դրանց մանրամասների մեջ մտնել, բայց մի բան կարող եմ ասել, որ մեր քաղաքական օրակարգը շատ ավելի լայն է, քան ձեր նշած իմ գործընկերները։ Ինչ վերաբերում է այդ կետերին, ապա պետք է ասեմ, որ անդրադարձ կատարվել է, բնականաբար, եթե մենք խոսեցինք ներքաղաքական իրավիճակի մասին, անդրադարձ կատարվել է, բայց հատուկ քննարկում այդ կետերի վերաբերյալ չի եղել։ Իսկ անդրադարձը ցույց է տվել, որ այդ կետերի մեջ կան նաև պոպուլիստական առաջարկներ, իսկ պոպուլիստական առաջարկները մեզ համար ընդունելի չեն։ Իսկ կան նաև, թույլ տվեք ավարտել, իսկ կան նաև կետեր, որոնք արդեն իսկ կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը թե լսումների միջոցով է անդրադարձել, թե նաև իր քաղաքական ծրագրերում է դա անդրադարձել, եւ այդ իմաստով մենք առաջ ենք շարժվելու մեր քաղաքական օրակարգում եւ համոզված եղեք, որ ցանկացած իրատեսական առաջարկ, ցանկացած իրատեսական քայլ մենք պատրաստ ենք ընդունելու եւ իրականացնելու։ Այսօր կառավարությունը ունի ընդունված ծրագիր ազգային ժողովի կողմից եւ կառավարությունը առաջ է շարժվելու այդ ծրագրերով։ Եվ չեմ կարծում, որ մեր գործընկերների առաջարկած կետերը շատ ավելի ընդգրկուն են կամ օրակարգային են, քան թե մերը։ Իսկ որոնք են այդ կետերը, դուք ուշադիր եթե կարդաք, կտեսնեք, որ այնտեղ կան բազմաթիվ պոպուլիստական առաջարկներ, այնուամենայնիվ, եթե հարկ լինի, ես կարծում դա կլինի, մեր գործընկերները ավելի մասնագիտական գնահատական կհնչեցնեն։ Ես տնտեսագետ չեմ։ Պարոն Շահրամանյան, իսկ 12 կետերի մեջ նաև ֆոտոկայինի վերաբերյալ։ Այո։ Դա ինչ է կարծում պոպուլիստական պահանջ է, եթե դուք ասում եք մենք ինքներս ենք դրել։ Եվ նաև ընդդիմությանը վերահսկողական որոշ մարմիններ տալը։ Դա ինչ կարծում։ Ուրեմն շնորհակալություն հարցի համար, նախ ասեմ, որ չեմ ասի, նախ չի քննարկվել, անդրադարձ է կատարվել։ Քննարկելը մի բան է, անդրադարձ կատարել լրիվ այլ բան է, սա մեկ։ Երկրորդը, կոնկրետ այս կամ այն հարցի վերաբերյալ մենք ունենք մեր կարծիքը։ Վարչապետը, կառավարության ներկայացուցիչները դեռևս կൂട്ടակայինի հարցը քննարկում են, բայց հիմնական սխեման, այսինքն օրենսդրական նախաձեռնության ողնաշարը վարչապետը իր ելույթում նշել է եւ ծրագրային ելույթում է դրան անդրադարձել եւ նաեւ ազգային ժողովում։ Հիմա ընդամենը մի քանի օր հետո մենք կունենանք վերջնական տարբերակ, որը կներկայացվի ազգային ժողովի տատին։ Սա մեկ։ Եվ ես խնդրում եմ դուք պետք չի սվիններով ընդունել, որ հանրապետականը կամ իշխանությունը բոլոր կարծիքները ընդդիմության ընդունում է կամ չի ընդունում։ Եթե մենք լինենք բոլոր կարծիքներում լինենք միասնական, դա չէ լինի ընդդիմություն իշխանություն։ Եթե մենք ընդդիմության եւ ոչ իշխանական ուժերի բոլոր պահանջները, այդ նաեւ պոպուլիստական այսպես ասած բավարարենք, իրանք կլինեին իշխանություն, մենք էլ կլինենք ընդդիմություն։ Ինչ է իշխանություն, ինչ է ընդդիմություն։ Իշխանությունը դա մեծամասնությունն է, որը ստացել է վստահության քվե, որը ունի իր ծրագիրը եւ իրականացնում է իր ծրագիրը։ Ընդդիմությունը դա փոքրամասնությունն է, որը պետք է քննադատի իշխանությանը։ Եվ սա նոր բան չէ։ Ընդդիմությունը քննադատում է, իշխանությունը աշխատում է եւ նաեւ պատասխանում է այդ քննադատություններին։ Հիմա աշխատելու ժամանակն է։ Եվ ինչ վերաբերում է վերահսկողական ֆունկցիային, ապա լայն վերահսկողական ֆունկցիա ունենալու համար
կարծում եմ մեր գործընկերները պակաս ֆունկցիաներ չունեն այսօր։ Այսօր պակաս ֆունկցիա չունի եւ ընդդիմությունը վերահսկողական ֆունկցիաներ ունենալու համար կգնի իշխանություն։ Եթե պետք է ամեն ինչ իրանք վերահսկեն, իրանք կլինեն իշխանություն։ Բայց ես եւս մեկ անգամ կգում ենք կան հարցեր, որոնք սահմանադրական բարեփոխումների առարկա են։ Եթե մենք խոսում ենք համակարգային փոփոխությունների մասին, իսկ մենք բոլորս իշխանություն թե ընդդիմություն գտնում ենք, որ կա երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն, դրա մասին ի դեպ խոսել են որոշ ոչ իշխանական ուժեր նաև նախագահական ընտրությունների նախորդին, իսկ հիմա չգիտես ինչու լռում են, ապա համակարգային փոփոխությունների իրականացման լավագույն ճանապարհը դա բացառապես սահմանադրական բարեփոխումներն են։ Սա մեկ։ Իսկ ինչ վերաբերում է այսքան աշխատավարձ ավելացնենք, այսքան սուբսիդիա այնքան բան, դա մասնագետները տնտեսական գնահատականներ կտան։ Ես կարծում եմ, որ ամբողջահաճո հայտարարությունները, ժողովրդահաճո հայտարարությունները շատ շոյում են հասարակության ականջները, բայց չեմ կարծում, որ դա գործին օգուտ է տալիս։ Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ կա մեր ծրագիրը, մեր օրակարգը շատ ավելի լայն է եւ այն կետերը, նաև կառավարության ծրագիրն է ցույց տվել, որտեղ որ մենք տեսնում ենք եւ ներուժ, եւ ռեսուրս, եւ իրատեսություն, մենք դա անում ենք։ Ես նման բան չասեցի, շատերը կերեցին։ Ես այդ կետերին չանդրադարձա Տիգրանուհի ջան, ես այդ կետերը մեր քաղաքական օրակարգը շատ ավելի լայն է, քան ձեր գործընկերները եւ մեր գործընկերների նշած կետերը։ Ընդամենը 3 շաբաթ առաջ ազգային ժողովը քննարկել է եւ ընդունել է կառավարության ծրագիր եւ այն կետերը, որոնք որ ընդունելի են եղել կառավարության եւ քաղաքական մեծամասնության համար, ընդգրկվել են։ Ընդամենը մի շաբաթ առաջ մենք քննարկել ենք ազգային ժողովում հայ հեղափոխական դաշնակցության մեր հարգարժան գործընկերների հարցապնդումը համամասնականի ու մեծամասնականի հետ կապված։ Հիմա դուք ինչ եք կարծում, մենք 2 շաբաթ առաջ մի բան պետք է մտածենք, 2 շաբաթ հետո ասենք վայ կներեք ժողովուրդ ջան, մեր կարծիքը փոխվեց։ Մենք այն քաղաքական ուժերի թվին չենք պատկանում, ովքեր մինչև ժամ 1-ը մտածում են մի բան, 1-ից 5-ը լրիվ այլ բան, 5-ից 9-ը արդեն շփոթվում են ինչ են մտածում։ Մենք ունենք հստակ դիրքորոշում եւ դրա վերաբերյալ պատրաստ ենք միշտ բանավիճելու։ Իսկ ինչ վերաբերում է փոխզիջումներին, ապա ասեցի, նոր ձևավորված կառավարություն կա, եւ նոր ձևավորված կառավարությունը ընդունել է, ականջալու է եղել նաեւ ընդդիմադիր մեր գործընկերների որոշ առաջարկներին, այսօր եւս կൂട്ടակային հետ կապված կա աշխատանքային խումբ, եւ այն առաջարկները, որը որ կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունը գտնում են, որ իրատեսական է եւ հնարավոր է այսօր իրականացնել, մենք դա վերցնում ենք մեր զինանոցի մեջ։ Եվ այն առաջարկները, որոնք որ հնարավոր չեն կամ գտնում ենք, որ սա պոպուլիստական են, բնականաբար չի իրականացում։ Իսկ եթե մեր ընդդիմադիր գործընկերները ցանկանում են իրենց բոլոր պահանջները, ինչպես իրենք են ասում, առաջարկները իրականացնել, ապա դրա համար մի ճանապարհ կա։ 2018-ի պարլամենտական ընտրություն, այլ ճանապարհ չկա, եթե դու քաղաքական ուժը ցանկանում է ինքը իր ծրագիրը իրականացնել, ապա ինքը պետք է հաղթի ընտրությունները։ Իսկ ինչ վերաբերում է համամասնականին եւ մեծամասնականին, ընդամենը մեկ ռեպլիկ հնչեցնեմ, շատերը նաեւ ազգային ժողովում իմ գործընկերները նշում են, որ մեծամասնականը հնարավորություն է տալիս իշխանություններին վերարտադրվելու։ Եվ եթե չլի մեծամասնականը, իշխանությունները 50%-ից պակաս ձայն կունենան եւ իրավիճակ ազգային ժողովում այլ կլինի։ Բոլորս ընդունում ենք, որ Հայաստանում ամենաակտիվ համայնքը եւ ամենաբաց հրապարակային դա Երևան մայրաքաղաքն է։ Ընդամենը 1 տարի առաջ զուտ համամասնական ընտրակարգով տեղի ունեցած ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հավաքել է ավելի շատ ձայն, քան ձեր բոլոր 4 կուսակցությունները մի քանիսը գումարած իր հետ վերցրած։ Ինչի մասին է խոսքը։ Նաև աջակցնեք ընդդիմությունը այդ առաջարկումը կրկնանամուրադը։ Արգոսնախարարությունը պատասխանել է, ես ավելացնելու բան չունեմ, չեմ կարծում, որ կարելի է այս ավարտեմ։ Ես կարծում եմ, որ Կիսելյովը այն պերսոնան չի, որ մենք պետք է ազգովի գիշեր ցերեկ 2 օր քննարկենք դրա պահվածքը։ Ինչ վերաբերում է իմ գործընկերների
գնահատականներին, ապա տիկին փոխնախագահը նաև դրան անդրադարձել է տիկին Նաղդալյանը, Դալիճի մեր գործընկերները անդրադարձել են։ Ես կարծում եմ, որ պետք չի, իհարկե, ես էլ իմ կարծիքը ասեմ նաև Ազատություն ռադիոկայանի եթերում, եւ չեմ կարծում, որ մենք ցենց մեզ պետքա անկախ Կիսիլովի գնահատականներից, սրա գնահատականները, մենք ունենք մեր կարծիքները։ Եվ այստեղ երկու կարծիքներ չի կարող։ Դուք կոնկրետ հարցը տվեք, ի՞նչն է դες։ Չի քննարկվել։ Մեր նիստերի ընթացքում քաղաքական կյանքի բոլոր իրադարձությունները անդրադարձ կատարվում է, որովհետև մենք քաղաքական կուսակցություն ենք։ Դա շատ փոքր հարց է, որ հանրապետության նախագահը դրան արձագանքի։ Ես մի ժամ ասում եմ, այդ պերսոնան չի, որ նստենք ժամերով ազգուտակով նստենք քննարկենք, դու ասում ես Պաշտպան, եթե պերսոնան չի, ինչու այդքան մեծ ընդունելություն եղավ այդ պերսոնան։ Ազգային ժողովի համապատասխան պաշտոնյաները հստակ պատասխան տվել են։ Ես ավելացնելու բան չունեմ։ Դուք որպես փոխնախագահ ժողովի կվարտեք, այնպես ինչպես վարվեց մյուս փոխնախագահը։ Ես եթերներով հարցերին չեմ պատասխանում, բայց ես կարծում եմ, որ իմ գործընկեր Տիկին Նաղդալյանը շատ հստակ նորմալ ամբողջական գնահատականը հնչեցրել հենց նիստի ժամանակ։ Դուք բացեք եւ կտեսնեք։ Երկար ճառերը միշտ չէ որ օգուտ են բերում։ Շատ երկար ճառերը խանգարում են գործին նույնքան, որքան երկար հագուստը քայլերում։ Այո։ ժողովի խմբակցության պատասխանատվների կապված կամ այլոց խաշած դեպքում չեք կարծում, որ պետք է ավելի ոչ գնահատական հնչեցնել Կրեմլի խոսնակի կապվածքի։ Նախ Կրեմլի խոսնակը չեմ կարծում պարոն Կիսիլովն է, Կրեմլն ունի հստակ խոսնակ, սա մեկ։ Երկրորդը ավելի ճիշտ կլինի, որ մենք բոլորս մեր բառապաշարում պատգամավոր թե լրագրող լինենք շատ ավելի կոռեկտ, մանավանդ որ խոսքը վերաբերում է գործընկեր պատգամավորներին։ Ես ինչ մտածում էի, ասեցի, հիմա ես չեմ պատրաստվում տեսախցիկների շուրջ սուպեր հայնասիրական ելույթներ ունենալ, ինչպես շատ իմ գործընկերներ։ Ես չեմ կարծում, որ ամեն ինչում պետք է շոու անել։ Ես ասեցի իմ գնահատականը, Տիկին Նաղդալյանը շատ նորմալ պատասխան հնչեցրել է։ Իսկ բոլոր նրանք, ովքեր որ տենց ուլտրա հայնասիրական կոչեր էին անում, ավելի լավ կլիներ, երբ որ Ալիևը իրենց ներկայությամբ Դահլիճում մի ամբողջ ազգի, հայ ազգի ֆաշիստ էր անվանում, պատասխանեին, կամ գոնե ծպտուն անեին։ Պարոն Շահբազյան, նախագահի Ավստրիա այցից կարող մի քանի բան մանրամասներ արդյոք Բաքսային միություն Եվրասիական տնտեսական ոգու կամ հարց։ Ինչ անշակում Եվրոպա գնալու Բաքսային միություն։ Մենք մեր կարծիքը շատ հստակ ասել ենք։ Մեր կարծիքը չի փոխվել։ Հայաստանի Հանրապետությունը ասել է, որ մենք պատրաստ ենք անդամակցել Բաքսային եւ Եվրասիական միություն եւ մնացել են ընդամենը 2-3 տեխնիկական ոլորտի հարց եւ չենք կարծում, որ անդամակցումը Բաքսային եւ Եվրասիական տնտեսական միության խոչընդոտ կհասնիսանա մեր քաղաքական երկխոսության խորացմանը եվրոպական կառույցների հետ։ Պարոն Շահբազյան, կենսաթոշակային հետ կապված նախագահը հայտարարել է 80%-ը դեմ է։ Նախագահը չի ասել 80%-ը դեմ է, ասել է դժգոհ է։ Լավ, 80% դժգոհ է, հիմա փաստորեն պետական կառույցներում դիմումները շատ քիչ են։ Արժան չեք համարում սա։ Մանավանդ որ դեմ են կողմից։ Ես կարծում եմ կառավարության անդամները շնորհակալություն հարցի համար։ Ես կարծում եմ, որ մենք այդ հարցին կանադառնանք, ոչ թե կարող համոզված եմ, եւ ավելի ընդունված ֆորմատը կլինի ազգային ժողովի արտահերթ նիստը։ Դուք արդեն գիտեք, որ ազգային ժողովի 18-ին հրավիրել է արտահերթ նիստ, եւ արտահերթ նիստի ընթացքում դուք հնարավորություն կունենաք կամ ձեր գործընկերները լուսաբանելու թե իշխանության, թե ոչ իշխանական եւ ընդդիմադիր ուժերի կարծիքները այդ հարցի վերաբերյալ։ Նաեւ կառավարության